միջազգային եւ հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկատվություն են հաղորդում ընդ որում հիմնավորումներով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում հայտնված գալուգացի օլիգարխը ոչ ավել, ոչ պակաս անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Այսինքն, այն մարդը, ով եկել է եւ Հայաստանի քաղաքական պրոցեսներին մասնակցում է, փաստորեն ՖՍԲ-ի գաղտնի աշխատակից է։ Եվ այդ փաստը հիմա հայտնվել է մամուլում եւ շրջանառվում է մամուլում եւ բոլոր հիմնավորումները լրատվամիջոցները բերում են։ Սա իրականորեն փոխում է կամ իրականում չի էլ փոխում մեր պատկերացումները, հաստատում է մեր պատկերացումները, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ ասում էի, որ այն մարդը, որը օրակարգ է բերում մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների քննարկումներում երբեք չի եղել, այդ մարդու գործելակերպը այլ կերպ, քան լրտեսի գործելակերպ հնարավոր չի անվանել։ Այդ մարդիկ ջանք են գործադրում ամեն օր ջանք են գործադրում օրակարգ բերելու մի հարց, որը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Իրանք սկսել են խոսալ 300,000, հիմա էլ հասել են 1 միլիոն ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Սա այլ կերպ, քան գործակալի լրտեսի գործելակերպ ես չեմ կարող անվանել, որովհետև այդպիսի հարց Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ոչ մի անգամ գոյություն չի ունեցել, եւ ինչու են այդ մարդիկ միլիոններ ծախսում, որ այդ հարցը բերեն մտցնեն Հայաստանի քաղաքական օրակարգ, բայց մենք հնարավորություն ունենք դա թույլ չտալու, եւ դրա համար ես ասում եմ, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս իրար հետ պետք է համատեղենք ջանքերը, որպեսզի պատերազմի եռագլուխ կուսակցությունը, պատերազմի գործակալական կուսակցությունը չհաղթահարի ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը։ Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր միջազգային գործընկերներին, բայց կներեք գործակալներին ուղարկելը այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ գործակալական ցանցեր ստեղծելու գործընկերային չի։ Այն որ գալուգացի օլիգարխը օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ նրա ստեղծած կուսակցությունն էլ գործակալական ցանց է եւ յուրաքանչյուր քաղաքացի, ով այսօր արդեն տեղեկացավ այդ ինֆորմացիային, պետք է ինքը ընտրություն կատարի, ինքը գործակալ է թե քաղաքացի, յուրաքանչյուր այդ կուսակցության աջակից եւ համակից եւ մասնակից եւ յուրաքանչյուր շտաբի աշխատակից պետք է հստակ ընտրություն կատարի, ինքը գործակալ է թե քաղաքացի, եւ ես հավատում եմ, որ նրանց մեծ մասը ընտրություն է կատարելու որպես քաղաքացիության օգտին, իսկ նրանք ովքեր ընտրություն կկատարեն գործակալության օգտին, ամենայն հարգանքով բոլոր միջազգային գործընկերների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից, բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից։